Լեռնային Ղարաբաղի քաղաքական ուժերը ողջունում են Հայաստանի կառավարության այսօր առավոտյան ընդունած որոշումը իշխանական խմբակցությունների ղեկավարները թվակազմով ամենամեծ հայրենիք խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը եւ Ժողովրդավարություն խմբակցության ղեկավար Վարդգես Բաղարյանը կարծում են, որ Հայաստանի իշխանությունները պետք է այսպես ասած նախնական բոլոր քայլերը ավարտեն, սակայն Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչեն միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը կրկին կդիմի ռազմական գործողությունների։ Ազատության հետ զրույցում Վարդգես Բաղարյանը ընդգծեց, անկախ ընթացող զարգացումներից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը 1988 թվականին մեկնարկած շարժման գլխավոր նպատակն է։ Կարծում եմ եւ ինձ համար եւ ընդհանրապես բոլորիս համար անկյունաքարային հարցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն է անկախության։ Մնացյալ բոլոր հարցերը, հատկապես այս վերջին շրջանում, տեսեք շատ էր խոսում ինչ որ տարածքներ վերադարձնելու, չգիտեմ, խաղապահ ուժեր, բան, հա։ Սրանք բոլորը ածանցյալ են։ Եվ բանակցային գործընթացը ըստ էության ոչ միայն սառեցված է, այլև մտել է փակուղի այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը նախ եւ առաջ ասում է տվեք մեզ մեր գոնե 5 շրջանը, որից հետո մենք կարող ենք նստել եւ բանակցել։ Շատ պարզ հարց է, չէ՞ ցակում, էլ ինչի մասին ենք խոսելու։ Արթուր Թովմասյանի խոսքով Ադրբեջանը ինքը պետք է վստահության ամրապնդման քայլեր կատարի, այլապես Հայաստանին ու Ղարաբաղին այլ բան չի մնա, քան հասնել Ստեփանակերտի միջազգային ճանաչմանը։ Այսօր նույնիսկ նախագահների միջև չկա այդ եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի Հանրապետության նախագահի միջև այդ փոխվստահության մթնոլորտը չկա։ Ավելորդ է արդեն խոսել ժողովուրդների միջև։ Ըստ Դաշնակցության խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանի հատկապես վերջին շրջանում Երևանում կամ այլուր հնչող այն տեսակետները, թե պետք է փոխզիջման միջոցով հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ որպես այդ փոխզիջման բաղկացուցիչ մաս նշում են որոշ շրջանների վերադարձը Ադրբեջանի, մեղմ ասած զայրույթ են առաջացնում ողջ Ղարաբաղում։ Ես ճիշտ հասկացած ես, որ դուք դեմ եք, որ որևէ հողային զիջում արվի Ադրբեջանը։ Միանշանակ, ասեք կարծում եմ այլ ընտրանք չկա։ Շարժում 88 խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի խոսքով միայն Ստեփանակերտն է իրավասու որոշում կայացնել իրեն պատկանող հողերի առնչությամբ եւ ոչ ոք անգամ Երևանում նման լիազորություններ չունի։ Հայաստանը չի կարող վերադարձնել մի բան, որը իրեն չի պատկանում։ Հիմա տեսեք, դուք խոսեցիք, որ Լեռնային Ղարաբաղը պարտադիր պետք է մասնակցի բանակցությունները, բայց օրինակ վերջի կրակի դադարեցման պայմանավորվածությունը ձեռք բերվեց Երևանի, Մոսկվայի եւ Բաքվի միջեւ, գիտեք, տեղյակ եք, որ գլխավոր շտաբների պետերը մեկնեցին Մոսկվա, Ղարաբաղից մարդ չկար, ինչպես կմեկնաբանեք սա։ Ճիշտ չէր։ Հայկ Խանոմյանի համոզմամբ Երևանում ու Ստեփանակերտում պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն Ղարաբաղի միջազգային ճանաչման ուղղությամբ։ Ինչ վերաբերում է այսօր շրջանառվող տարբերակների, որոնց մասին գրեց նաև ռուսական մամուլը եւ ուր խոսք էր գնում նաև տարածքների վերադարձի մասին, Խանոմյանը նման մոտեցումը ուղղակի անընդունելի համարեց։ Տարօրինակ է, հատկապես երբ այս փուլում նույնպես խոսում են դրա մասին, որովհետև բացի նրանից ինչքանով է բարոյական չի կամ հայրենասիրական, ոչ հայրենասիրական, պրակտիկ առումով դա անընդունելի է։ Այսօր ընդամենը մի քանի դիրքեր են գործել Հյուսիսում եւ Հարավում եւ արդեն Թալիշ գյուղի համար լուրջ խնդիրներ են ստեղծվել ֆիզիկական գոյության շարունակման համար։ Այսինքն երբ որ մի փոքր դիրքերով այդպիսի արդյունք են ունենում, հետևանք են ունենում, պատկերացնում եք ինչ կլինի, եթե այդ տարածքները լինեն օրինակ 1 շրջան կամ 2 շրջան։ Նշանակ դա կհանգեցնի Արցախի ֆիզիկական բնաջնջմանը։